հանցագործություն կատարողը ձերբակալված է եւ ներկայումս Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայությունների եւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ նաեւ ոստիկանության մասնակցությամբ եւ քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ներկայումս նա գտնվում է Զորամասում համատեղ օպերատիվ քննչական խումբը աշխատում է արդեն կա ցուցմունք կարծում եմ նախաքննության գաղտնիությունից ելնելով մանրամասներ չեմ հրապարակի այնինչ հրապարակման ենթակա ինքը լքել է իր մարտական դիրքը զենքով ինքնաձիգով եւ երկու փամփշտակալով լիցքավորված մարտական փամփուշտներով պատճառաբանում է որ նախնական իբր քաղաքում է ցանկացել ման գալ հետո պատահական այդ տունը մտել առանց իմանալ ներսում մարդիկ կան թե ոչ որից հետո արդեն հանդիպել է տարբերներ զարմանալի չի այն բարկացը որ մտնում են ներս թողնում է իր անվան իր ազգանունով այդ կոշիկները չեք կարծում որ գործը ավելի խորն է քան մենք մակերեսային պատկերացնում ենք չէ դուք եթե իրեն տեսնեք այլ կարծիք կունենաք դրա համար եմ ասում նախաքննության ընթացքում նախաքննության բազմակողմանիությունը լրիվությունը եւ օբյեկտիվությունը կապահովի դուք էլ կհամոզվեք կնշանակվեն մի շարք տարաբնույթ փորձաքննություններ եւ արդյունքում արդեն վերջնական պատկերը կունենանք Ռուսական կողմն է հիմնականում տանում քննչական աշխատանքները հայկական կողմը լիարժեք մասնակցում է դուք տեղյակ եք որ մեզ մոտ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ դիտավորյալ սպանություն կատարելու փաստի առթիվ ռուսական կողմն էլ հարուցել է քրեական գործ դասալքության եւ նորից սպանության փաստերի առթիվ եւ այս պահին դատավարական ընթացակարգներն են որոշում երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև Այսինքն հնարավոր է ռուսական կողմը իրականացնի ամբողջ քննությունը հայկական կողմը զուտ մասնակցի Գիտեք ինչ ես կարող եմ ասել ընդամենը հետեւյալը նրանց տրամադրվածության մասին իրանց համապատասխան պաշտոնյաները այդ թվում նաև 3 ժամանած վերադաս ղեկավարներից բոլորի կարծիքը այնպիսին է որ իրան գտնում են նպատակարար գործը փոխանցել հայկական կողմին ուղղակի այս պահին ես ասացի ձեզ որ գնում են դատավարական ընթացակարգերը որոշելու որոշակի խնդիրներ եւ երկու մեր երկրների Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունների եւ գլխավոր դատախազների միջև այդ խնդիրը ու հարցերն են լուծվում Կպահանջի հայկական կողմը որպեսզի հարմարացնեն դուրս բերեն ու հանեն հայկական կողմին վերջո 6 հոգու կյանք է խլվել դուք մի գրամ մի կասկածեք որ արժանի պատիժը ստանալու է ուղղակի նորից եմ ասում դա օրենսդրության համապատասխանեցում դատավարական ընթացակարգեր եւ այլն Հիմա Զորամասում պահվում է հայտնաբերեր նորից ռուսական կողմին էինք մենք հանձնելու, որովհետև տարբերություն չկա։ Ամբողջ ոստիկանական համակարգը կենտրոնացված է երկրորդ քաղաքում, փոքր մարզում չեն կարողանում ոստիկանները հայտնաբերեն հանցագործին ու հանկարծ սահմանապահներն են հայտնաբերում ռուս սահմանապահները։ Ուրեմն ձեզ ասեմ, թող թյուր կարծիք ձեզ մոտ չստեղծվի, որ ոստիկանները չկարողացան հայտնաբերել եւ այլն։ Շատ ցավալի դեպք է Սակայն մի շարք գերատեսչությունների եւ հատկապես ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, ինչ ուզում եմ հատկապես շեշտել, դատախազության, քննչական կոմիտեի, Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների սահմանապահ զորքերի միջև դասական համագործակցության օրինակ է շատ վատ է որ այս ցավալի դեպքի կապակցությամբ եմ սա ասում եւ թող թյուր կարծիք չստեղծվի որ որևէ մեկը կարողացավ կամ չկարողացավ ասում եմ շատ փակագծեր չբացելով սա կարելի ասել դասագրքային օրինակ է համագործակցության փակագծեր չբացելով դուք տեղեկություններ բացարձակ չունեք ինֆորմացիայի ձեռքբերման հավաքման, համակարգման,
փոխանակման մասին եւ դեպքի հետ կապված որոշակի մանրամասներ տեղեկություն չունեք, թե ոնց է դիմել փախուստի, որտեղ է թաքնվել, ինչ նպատակներ, դրանք ընդհանրապես անցել է լիարժեք մեկ օր եւ այսօր նման հետեւություններ խնդրում եմ չանեք։ Ինչպես է տեղ ունեցել ձերբակալությունը, որտեղ ովքեր են առաջինը նկատել, փորձել անցնել սահմանը, նման Ինչ հագուստով է եղել արդյոք քաղաքացիական հագուստով ու ոնց են ճանաչել։ Ինքը քաղաքացիական հագուստով է եղել, լայնածավալ բազմաբնույթ միջոցառումներ են ձեռնարկվել օպերատիվ հետախուզական, գրեթե բոլոր անցագրային սահմանային կետերում, բոլոր լրացուցիչ վերակարգերին բաժանված են նրա լուսանկարները եւ ինքը քաղաքացիական հագուստով էր ըստ իր նախնական հայտարարության, որը իհարկե քննությամբ ավելի կամրապնդվի եւ կրկին նշում եմ, որ քննչական կոմիտեն ըստ անհրաժեշտության համապատասխան հայտարարություն կանի պարբերաբար, նշեմ, որ ինքը ասում էր, որ ինքը սահման անցնելու ցանկություն չի ունեցել, ընդամենը ճանապարհին մի քանի տեղ թաքնվել է, հիմա դրանք բոլորը ճշտվում են եւ նկատվելով վերակարգի մոտ նույնիսկ ինքը այդ արգելափակված գոտի չի մտել, որովհետեւ որպես կանոն գիտեք, այդ գոտուն մոտենալուց նույնիսկ առանց նախազգուշացման կարող են վնասազերծել, այո, այդ գոտուն էլ նույնիսկ չի մոտեցել, եղել է քաղաքացիական հագուստով եւ քաղաքացիական հագուստով էլ բերման է ընթարկվել, հիմա այդ հագուստները առգրավում են, կրկնվում եմ, բազմաբնույթ փորձաքննություններ են նշանակվում նաեւ Գիտեք, որ մոտենում է ռուսական սահմանապահ հատվածին այստեղ, ինքը տարբեր պատճառաբանություններ է բերում, որոնք հիմա այս պահին ստուգվում են։ Ինչքան ժամանակ կմնա Զորամասում։ Անմիջապես որոշում կայացնելուց հետո ով կվարի նախաքննությունը անմիջապես կփոխանցվի մեզ, եթե որոշում կայացվեց, որ նախաքննությունը կշարունակվի հայկական կողմից, մասնավորապես նշեմ, որ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները նաև ռուսական կողմի հակված են, որ ճիշտ եւ տրամաբանական եւ օբյեկտիվ կլինի, որ քրեական գործի հետական նախաքննությունը հայկական կողմը իրականացնի։ Իսկ ասել է ինչու է լքել Զորամասը։ Զորամասը լքելու պատճառաբանությունները իհարկե ներկայացրել է քննությանը, հիմա ստուգումն է կատարվում, հավաստիությունը։ Այո։ Այո։ Ինչ որ բան ասում եմ, միայնակ է գործը թե ինչ որ մարդիկ եղել են։ Այս պահին ձեռբերված տվյալներով միայնակ։ Ուզում եմ վերադառնալ ձեր նախորդ հայտարարությանը, որ ասացիք ենթակա է հրապարակման եւ չի վնասում նախաքննությանը։ Իբրև հայտարարել է, որ այդ ժամին ինքը ցանկություն է հայտնել Շրջեր քաղաքում։ Ավելի հետաքրքիր վայրեր չկային Գյումրիում, հրապարակն ավելի մոտ է։ Գիտեք ինչ։ Եվ ովքեր են, որ դուրս են գալիս շրջերու եւ ոչնչացնում են կադասում եւ ողջ ընտանիք։ Գիտեք ինչի մասին, ես նորից կրկնեմ, շատ ցավալի դեպք է։ Սա այն դեպքն է, երբ կարելի է հստակ ասել, հանցագործությունը, ազգություն եւ աշխարհագրություն չի ճանաչում։ Նորից եմ ասում, եւ օգտվելով առիթից ոստիկանության պետի, ոստիկանության ղեկավարության անունից ցավակցում եմ միանշանակ մեզ բոլորիս, այդ թվում զոհվածի բոլոր հարազատների սամուր կերծուցիչ դեպք է, բայց նշեմ նաեւ, որ իր բերած բոլոր պատճառաբանությունները մանրազնին ուսումնասիրվում են։ Հավատում եք ֆակտին այդ։ Հավատում եք Որ այդ ֆակտին։ Գիտեք ինչ, ես չեմ ուզում էմոցիաներով առաջնորդվել, հստակ փաստական տվյալներն են մեզ համար կարևոր ու էական։ Իսկ նրա ցանկացած խոսքը, բառը, ցուցմունքում հնչեցրած ցանկացած միտքը ենթարկվում է համապատասխան ստուգման։ Դրա համար մենք ստեղծել ենք լուրջ խումբ, աշխատում են։ Եվ մինչև այս պահը բավականին տվյալներ կան ձեռք բերված։ Հոգեպես ինչ վիճակում եղել։ Գիտեք ինչ, դրա համար կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ, բոլոր կարգի փորձաքննություններ, ընդհանուր համալիր փորձաքննություններ, դատահոգեբուժական եւ այլն, ուսումնասիրվում է նրա անցյալը, ոչ ավել, ոչ պակաս Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջ տեղակալն է ժամանել լուրջ մասնագետներով
ու այդ խմբում ընդգրկված են նաև համապատասխան մասնագետներ, ովքեր զբաղվում են իրենց ներքին անվտանգությամբ, ստուգելու են զորակոչման հիմքերը, պատմությունը եւ այլն, ուսումնասիրվել է մեր կողմից նաև համագործակցելով մեր ռուս գործընկերների, մեր ազգային անվտանգության ծառայության մեր գործընկերների հետ անցած ճանապարհը, զորակոչման ողջ ընթացքը, ընտանեկան կազմը եւ այլն։ Հաստատան տրամադրվել է։ Իհարկե։ Ինքն է պահանջել, թե ուղղակի տրամադրել։ Քննությունը տրամադրել է փաստաբան, ինքը եւ գիտական եւ կրթական մակարդակը բավականին ցածր է, դա գոնե ձեզ ասեմ համոզվեք։ Եվ ընդհանրապես կրթական մակարդակը ռուս փաստաբան է, թե հայ փաստաբան։ Չէ, բոլոր անհրաժեշտ մասնագետները, այդ թվում նաև թարգման եւ այլն, բոլորը ներգրաված են աշխատանքներում։ Պարոն Պողոսյան, արդեն կարծիք է հնչում, որ արվեց այնպես, որ առաջինը հայտնվի ռուսական կողմի ձեռքի տակ։ Ոչ, ես քիչ առաջ ասեցի, ուրեմն ինֆորմացիայի փոխանակման համակարգման ձեռքբերման լուրջ աշխատանքներ են կատարվել։ Մենք եւ մեր ռուս գործընկերները եւ մենք, ես նշեցի մեր ողջ իրավապահ համակարգ, ազգային անվտանգության ծառայություն, դատախազություն, քննչական կոմիտե, աշխատել ենք շատ համակարգված։ Այսինքն ցանկացած ինֆորմացիա եւ տեսել ենք այդ անկեղծ շահագրգռվածությունը նաեւ մեր ռուս գործընկերների կողմից։ Կրկնում եմ այդ բառերը, անկեղծ շահագրգռվածություն։ Լիարժեք, օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ քննություն ապահովելու, ինչու՞ չէ ռեալ իրավիճակը ունենալու։ Պարոն Պողոսյանը չի թե որ մեր իրավապահ ոլորտի մասնագետները ավելի մեղմ ու բարի են գտնվում միշտ, ինչ է չարեցին մեր հայրենակցի նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում, երբ դեպք տեղի ունեցավ, դա դիտավորյալ որևէ չկա հրաչարարության անացի խալաթով անգամ այնքան ստորացուցիչ քայլերի գնացին, ստորացրին մեր հայրենիքին, ինչը մենք չենք անում, մենք չարեցինք ու շատ մեղմ։ Մենք ինչը չենք արել, անհրաժեշտ տեղեկատվություն, չէ, մենք բարձր ենք այդ կարգի քայլերից, ինչ իրավիճակում են նրան խալաթ հագցրել, ես հիմա չեմ կարող ասել, ոչ էլ ցանկություն ունեմ մեկնաբանելու, եթե ձեզ թվում է շատ բաներ մեր դուր է եկել է, կարծում եմ դուք սխալվում եք, մենք նման բաներ չենք անում, մենք օրենքի ողջ խստությամբ կպատժենք ցանկացած հանցագործի, առավել եւս այս կարգի ոչրագործի։ Ես ուզում եմ որ դուք չկասկածեք դրանով։ Իսկ իր հետ 2 րոպե որ շփվեք կհասկանաք ինչ խղճուկ ոչնչություն է ինքն ընդհանրապես։ Այո, խղճուկ ոչնչություն։ Ռուսական կողմի բարձրաստիճան պաշտոնյաների այցը ինչ որ կարող ազդեցություն ունենալ նախաքննության արդյունքների վրա։ Բացարձակապես նրանք եկել են միմիայն օբյեկտիվություն ապահովելու համար, նաև ինչու՞ չէ պատժելու բոլոր նրանց, ովքեր ունեն մեղքի իրենց բաժինը։ Կամ ասենք ինչ որ մի բան նախաքննության ինչ որ բաժին իրենք վերցնեն իրենց վրա, որ այս վարույթը մենք ենք տանում, այս մյուս վարույթը դուք եք տանում։ Բացառված է, որովհետև այս պահին քննարկվում է գործի քննության եւ դատավարական ընթացակարգը կապ չունի հիմա եթե որոշում է կայացվում որ վարույթը իրականացնելու է հայկական կողմը միանշանակ ամբողջ ծավալով զբաղվել է հայկական երկու դատախազությունները Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կրկնվեմ եւ ասեմ որ Ռուսաստանի Դաշնության զինվորական դատախազության բարձրաստիճան ներկայացուցիչները ովքեր գտնվում են այստեղ իրենց նախնական կարծիքը այն է որ ճիշտ եւ օբյեկտիվ եւ արդարացի կլինի որ նախաքննությունը իրականացնի հայկական կողմը Իսկ զորամասի հրամանատարությունը որևէ պատժամիջոց գրահարվել է չգիտեմ պաշտոնավարությունը ինչպես է չէ կամ աստիճանաբերվում Ես ասեցի որ Ռուսաստանից ժամանած պատվիրակության կազմում կան նաև համապատասխան աշխատակիցներ ովքեր զբաղվում են ծառայական քննություններով ներքին անվտանգության այժմ չեմ ուզում պատասխանել իրենց փոխարեն բայց կարծում եմ մեր քննարկումների ընթացքում մենք հասկացանք որ նաև նշանակված են համապատասխան ծառայական ստուգումներ որոնք ունենան բնականաբար հետևանքներ ինչ հետևանքներ ես չեմ կարող պատասխանել Դուք երկու անգամ արդեն նշում եք որ նախնական տվյալներով կան վարկածը եւ որ ռուսական կողմը ունի ցանկություն հանձնելու գործը հայկական կողմին բայց այդ դեպքում ինչ է պատճառը որ մինչև հիմա նախաձեռնվում են կան ընթացակարգեր այդ ընթացակարգերից դուք արդեն նշեցիք նաեւ որ ինքնություն է գտվել եւ այլն մի շարք գործողություններ արդեն եղել են եթե չավարտվեցին այդ գործողությունները եւ այսքան ժամանակ հնարավոր չէ արդեն նրան տեղափոխել հայկական կողմին Եթե ձեզ թվում է որ նա գտնվում է ռուսական ռազմաբազայում եւ անձեռան մխել է չարաչար սխալվում եք նրա այդ բոլոր անհրաժեշտ
քննչական միջոցառումներ իրականացվում են, սկսած փորձաքննություններից, ավարտված մի շարք այլ քննչական գործողություններով։ Խնդիրը նրանում է կայանում, որ համապատասխան դատավարական ընթացակարգեր կան, որոնք որոշում են երկու երկրների դատախազությունների, մասնավորապես գլխավոր դատախազների միջև։ Եվ հիմա այդ քննարկման փուլում են ու սպասում են։ Համբեր ենք եւս մի քանի ժամ եւ որոշումը կկայացվի։ Պարոն Պողոսյան, գոնե նշվում է, թե նախկինում այդ ընտանիքի հետ ինքը ծանոթ եղել է, որևէ առնչություն ունեցել։ Նախնական տեղեկություններով ոչ։ Պատահական է մտել այդ տուն։ Նախնական տեղեկություններով այո, պատահական է Եվս մտել։ մի հարց բաց չդարձավ, ի վերջո նրա փաստաբանը հայ թե ռուս։ Նրա փաստաբանը ենթադրում է, որ հայ պետք է լինի։ Որովհետև դուք ասեցիք արտադրությունը նրան։ Այո, ես ուղղակի չգիտեմ, գիտեմ որ կա հայ։ Իսկ 102-րդ ռազմաբազայում տարածքում նկատի ունեմ, ոստիկանությունը կարող մուտք գործել է, փնտրել է զինվորականին, երբ նա փախուստի մեջ էր, կարողացել եք մուտք գործել։ Իհարկե, ես քիչ առաջ այնտեղից եմ գալի։ Անարգել, մտել ենք ռազմաբազա 12 մեքենա։ Նախքան դրանց Երեք ամբողջ օրը մեր օպերատիվ խմբերը որոնողական աշխատանքներ են այնտեղ կատարել, շատ բաց, շատ թափանցիկ, շատ տրամադրված, որ մենք այդ գործողությունները անենք, իրանք էլ մասնակցել, աջակցել են ամեն ինչով մեզ։ Իսկ հիմա ոստիկանությունը տարածքում հսկողություն սահմանում է, քանի որ հանցագործը պատվորեն Ոստիկանության համապատասխան կարգախմբերը ընդեղ են, բայց հսկողություն սահմանելու նպատակով չէ։ Ընդեղ են նաև քննչական կոմիտեի մեր բարձրաստիճան պաշտոնյաները եւ հարցաքննության process-ներ եւ բազմաբնույթ քննչական գործողություններ են կատարվում։ միանշանակ ձեռապակալված, հա, կարելի է այդպես ասել, Այո, ձեռապակալված եւ որոշում է քրեական գործի նախաքննության հետագա ընթացքը, որ կողմը կվարի։ Իսկ նախաքննությունը կարծում եմ ձեր բոլոր հարցերի պատասխանը կտա։ Բոլոր հարցերի։ Ես ձեր մտահոգություններն եմ փորձում հասկանալ, բայց խնդրում եմ նաև դուք էլ հասկանաք մեզ, որ ամեն ինչ արվելու է, որ ստանա իր արժանի պատիժը։ Ես չեմ կարծում եմ առաջիկա մեկ օրվա ընթացքում։ Այո, այդ ուղղությամբ կլինեն անհրաժեշտ տեղեկություններ։